Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 7-րդ կետը հաշմանդամություն ունեցող 2000 անձի անձնական օգնականի ծառայության ապահովում։ Մենք, ինչպես գիտեք, էականորեն բարեփոխել ենք հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների ծառայությունը եւ նաեւ աշխատավարձեր ենք նշանակել եւ նաեւ հնարավորություն ենք տվել, որ հարազատները այդ գործառույթը իրականացնեն եւ մենք առաջիկա շրջանում այդպիսի եւս 2000 օգնականի ծառայության ապահովում ենք պլանավորում։ 8-րդը կենսաթոշակների ինդեքսավորում այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Արդեն գիտեք, որ բարեբախտաբար հիմա մեր մոտ միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը եւ սա պատմական նորություն է, պատմական փոփոխություն է Հայաստանում սոցիալական ապահովության բնագավառում։ Մենք նախորդիվ նվազագույն թոշակը համապատասխանեցինք նվազագույն պարենային զամբյուղին, որը նշանակում էր, որ այդ գումարով պետք է թոշակառուն իր 1 ամսվա անհրաժեշտ կալորիա, այսպես ասած մինիմալ անհրաժեշտ կալորիան կարողանա ապահովել եւ հիմա արդեն մի քանի տարի անց ներառյալ կենսաթոշակների հետ վճարի համակարգը մենք կենսաթոշակը պահում ենք միջին կենսաթոշակը բարձր ենք պահում բարձրացրել ենք արդեն երբեմն 10%-ով նվազագույն սպառողական զամբյուղից։ Հիմա մենք ինչ ենք ասում ենք իհարկե գնաճային երևույթներ կլինեն, դա անխուսափելի է։ Մենք կենսաթոշակները 2028 թվականից սկսած, որպեսզի նախորդ շրջանի գնաճային հաշվարկները ամբողջական լինեն, կինդեքսավորենք այնպես, որ կենսաթոշակը այլևս Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղից ցածր չի լինի։ Իհարկե կաշխատենք նաև ըստ հնարավորի, ըստ մեր համատեղ աշխատանքի, ըստ մեր վերցրած ՀԴՄ-ների, ըստ մեր վճարած հարկերի, ըստ մեր կատարած աշխատանքի, նաև հնարավորության դեպքում բարձրացնել ավելի թոշակը, բայց նաև ուզում եմ մի հարցի անդրադառնալ, վերջին օրերին շատ բուռն քննարկումների տեղիք է տալիս իմ այն արտահայտությունը, թե ավելացված թոշակով այն, որ ապրիլի 1-ից ավելացրել ենք, մեր թոշակառուները կարող են լառնակա, օրինակ, տոմս գնել ինքնաթիռի, որովհետև տոմսերի արժեքները տատանվում են 2 եվրո, 5 եվրո, 10, 15 եվրո եւ այլն, եւ դա բուռն քննարկումների տեղիք է տվել, թե ինչքանով է նման արտահայտություն անելը կոռեկտ, ես հիմա ասեմ ինչու է կոռեկտ։ Վերջին շրջանում, երբ որ մենք մարզերով այցելություններ ենք անում, բազմաթիվ թոշակառուներ մեզ ասում են հետևյալը, որ մենք նախկինում 30,000, 40,000 դրամ ծախսում էինք առողջության ապահովագրության վրա, դեղերի վրա, իսկ այժմ առողջության ապահովագրության առկայության պայմաններում այդ գումարները մնում են մեր գրպանում։ Հիմա ես ուզում եմ ասել հետևյալը, որ այո, այսօր հնարավոր մենք ապրիլի 1-ից 10,000 դրամով ավելացել է կենսաթոշակը, նաև ետ վճարի հնարավորություն կա, երբեմն 5,000, երբեմն 7,000, երբեմն 10,000, այսինքն 20,000 դրամով ակնհայտորեն կարելի է ձեռք բերել 3, 5, 10 եվրոյանոց տոմս դեպի լառնակա, օրինակ, եւ այդ դեղերի վրա նախկինում ծախսված գումարները կարելի է ծախսել օրապահիկի եւ այլ ծախսերի վրա։ Ես հիմա ամենայն լրջությամբ ուզում եմ կոչ անել մեր թոշակառուներին, այդ չուզողներին ի հակառակ ես կոչ եմ անում, որպեսզի մեր թոշակառուները այդ դեղերի գումարները մի կողմ դնեն եւ առաջիկա ամռան ընթացքում օգտվեն առիթից կամ գուցե օգոստոսին, աշնան, սեպտեմբերին, երբ որ սեզոնը այդպես ակտիվ չի եւ այո սկսեն ճամփորդել, որովհետեւ
Ես կարծում եմ, որ ինչպես աշխարհի շատ երկրների թոշակառուներն են վարվում, մեր թոշակառուներն էլ արդեն շատ քիչ, շատ համեստ ծավալներով կարող են սկսել ճամփորդել։ Մենք ընդհակառակը հիմա մենք հետադարձ հիպոթեկի մասին օրենքը երբ որ ընդունենք, մեր թոշակառուները շատ ավելի հանգիստ եւ շատ ավելի վստահ կարող են ճամփորդել եւ ես մեր թոշակառուներին կոչ եմ անում չլսել այդ չուզողների ձայները, որոնց կանխավարկածներն է, որ թոշակառուն թոշակի տարիքի անցավ, պետք է տանը նստի, առավելագույն շարժման միջավայրը այդ բակն է եւ բակի զրուցարանն է եւ այդպես շարունակ։ Ոչ, սիրելի թոշակառուներ, հենց իմ նշած 150,000 մարդ այս տրամաբանության մեջ գտնվող այսօր Հայաստանում կա, ելի եմ ասում, որ նախկինում 30, 40, 50,000 դրամ ծախսում էր դեղերի վրա, հիմա առողջության ապահովագրությունը մասամբ կամ ամբողջությամբ այդ ծախսերը հոգում է եւ այսօր Հայաստանում կարելի է 2, 3, 5 եվրոյով ավիատոմս գնել, իհարկե այստեղ նաեւ անհրաժեշտ է որոշակի հմտությունների տիրապետել on-line տոմս գնելու եւ մենք կարող ենք մտածել այդ մասին արդեն այո սա շատ կարող է մեր նախորդիվ պատմության դիտանկյունից շատ տարօրինակ է հնչում բայց ես մեր այդ խմբի բոլոր թոշակառուներին կոչ եմ անում անպայման մտածել այդ մասին